Ողջույն սիրելիներս, բարի գալուստ Սահականուշի խոհանոց։ Անչափ շնորհակալ եմ եւ ուրախ ձեզ տեսնել իմ այս փոքրիկ անկյունում։ Ինչպես տեսնում եք, ես ցուցադրեցի մի փոքրիկ տոպրակ եւ այս տոպրակի մեջ լցնում եմ թթվասեր, 400 գրամ թթվասեր, որը պիտի քամենք։ Ինչու եմ սա նախապես ձեզ ցուցադրում, որովհետև մինչև սկսենք տորթի թխելը, այս թթվասերը արդեն սիճուկը դուրս կթողնի, հեղուկը կանջատվի եւ մենք կունենանք պինդ թթվասեր։ Այժմ խմորի համար մեզ անհրաժեշտ է 2 ձու, կարագ, ալյուր, խտացրած կաթ, խտացրած կաթը վերցնում ենք բարձր որակի, փխրեցուցիչ եւ աղ։ Այժմ ինչպես սովորական խմորներն ենք պատրաստում, աղը եւ փխրեցուցիչը ես կավելացնեմ ալյուրին, մի փոքր կխառնեմ, որպեսզի չոր բաղադրիչները իրար հետ խառնված լինեն, որից հետո արդեն սկսենք պատրաստել խմորը։ Խմորը պատրաստում ենք այնպես, ինչպես սովոր ենք պատրաստել։ Սկզբում հարում ենք ձուն, 2 ձուն բավականին խոշոր ձվեր էին եւ մեզ բավարարում է, եթե մանր ձվեր կլինեն կարող եք 3-ը վերցնել։ Ավելացնում եմ 500 գրամ եփած խտացրած կաթ։ Ինչու 500 գրամ, որովհետև ես վերցրել եմ 2 բանկա, որի յուրաքանչյուրը կշռում է 370 գրամ, 500 գրամը ես կօգտագործեմ խմորի մեջ, 240 գրամը կթողնեմ կրեմի համար։ Ավելացնում եմ 100 գրամ հալեցրած կարագ, այսպես ավելի հեշտ է կարագի լուծվելը, եւ ավելացնում եմ ալյուրը։ Ալյուրը մաղելով եմ ավելացնում, գիտեք բոլորս էլ այդպես ենք անում, մի քանի անգամից, միանգամից չենք ավելացնում, ահա վերջին ալյուրն եմ մաղում արդեն եւ իմ խմորը պատրաստ է։ Տեսեք ինչքան գեղեցիկ, հետաքրքիր խմոր է։ Բիսկվիտի խմորից մի փոքր թանձր է ստացվում, բայց ոչ շատ պինդ։ Որպեսզի կարողանանք շերտերը թխել, ես վերցրել եմ կաղապար, իմ համար այդպես ավելի հեշտ է։ Իսկ եթե չունեք համապատասխան կաղապար, որ կարողանաք ձեր ուզած չափը ստանալ, կարող եք գծել շրջանակից։ Իմ կաղապարը 24 սանտիմետր տրամագծով է, բայց 24 սանտիմետրը դա դեռ խմորեղենի վերջնական չափը չի։ Ընթացքում ես նորից ցույց կտամ։ Այժմ մեր խմորիկը պատրաստ է, դնում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում 10-12 րոպե, սա կախված է նաև ձեր ջեռոցի ջերմաստիճանից, չենք թողնում շատ երկար մնա, որովհետև բարակ են շերտերը, հնարավոր է չորանան։ Մինչև մի շերտը կթխվի, ես նախապատրաստում եմ երկրորդը, երկրորդ շերտը նույնպես դնում եմ կաղապարի վրա, հավասարեցնում եմ եւ ուղարկում ջեռոց, շատ արագ է ստացվում։ Ահա տեսեք թխվեց մեր առաջին շերտը, տեսնում եք ինչքան գեղեցիկ է, ասեմ որ շատ նման է մեղրով շերտերի գույնին եւ խտությանը, բայց իհարկե մեղրով խմոր չի։ Շատ հեշտությամբ թղթից անջատվում է, այս թուղթը ես կարող եմ օգտագործել նաև երկրորդ անգամ, ամբողջ խմորեղենի ընթացքում ասեմ, որ օգտագործել եմ 2 թուղթ, արդեն 5-րդ շերտն եմ վերջացրել թխելը, այսինքն ամբողջ այս խմորեղենը ունեցավ 5 շերտ։ Այժմ փոքրացնում եմ կաղապարը 1 սանտիմետրով, դարձնում եմ 23 սանտիմետր, եթե անհարթությունները շատ են, կարող եք 22 սանտիմետր տրամագծի շուռ տալ։ Ես վերցրեցի 23 սանտիմետրը, այժմ ավելորդ մասերը կտրում եմ, որպեսզի հավասար լինի, ահա, կողքի ավելացած այս կտորները ուղարկում եմ արդեն անջատած ջեռոց, որպեսզի չորանան։ Մինչև խմորեղենը կհանգստանա, ես պատրաստում եմ կրեմը։ Տեսեք, արդեն քամվել է թթվասերը, ինչքան հեղուկ է արտազատվել, այնպես որ սա մեզ կխանգարեր։ Լցնում եմ կաթնաշոռային սերուցքային պանիր, մի տուփ եմ վերցրել, որը 180 գրամ է, դուք կարող եք նախընտրել ձեր ցանկացած կաթնաշոռային սերուցքային պանիրը կամ մասկարպոնե տեսակի պանիրը,
Այսպես էլ շատ համեղ է ստացվում, կարող եք հանգիստ պատրաստել և ավելացնում եմ 240 գրամ խտացրած կաթը։ Ահա այն ամենը, ինչ պետք էր մեր կրեմը պատրաստելու համար։ Ես ուզում եմ այստեղ մի փոքր ավելացում անել, շերտերը աշխատեք շատ լավ հովացնել, իրար վրա չշարել միանգամից, որովհետև փափուկ են, հնարավոր է իրար կպչեն, կամ եթե ժամանակը ձեր կհերիքի, միանգամից առաջին շերտը հանելուց հետո կաղապարը դրեք և 1 սանտիմետրը միանգամից կողքերից անջատեք, այդպես ավելի մի քիչ դանդաղ կստացվի, բայց կարծում եմ տարբերակ է։ Տեսնում եք, երեսի մասին փշուրներ կան, այսինքն տախկի շերտը հասցրել է մի փոքր կպչել նախորդին, դրա համար աշխատում ենք զգույշ լինել, կամ եթե տեղ չունեք դնելու, ուրեմն ամեն մեկի արանքը փորձում եք թուղթ դնել, յուղաթուղթ դրեք կամ ցելոֆան, ինչպես ձեզ հարմար կլինի։ Ահա 5-րդ շերտը դրեցի և հիմա ուղարկում եմ սառնարան, ինչքան հնարավոր է երկար մնա, որ կարողանանք տորթը հետո ավելի գեղեցիկ պատրաստել։ Ավելացել էր տեսակ ինչքան կրեմ։ 1 ժամ ընդամենը մենք դիմացանք և այժմ տորթը վերջին փուլում է։ Պատում ենք կրեմով երկու կողմից, կողքերն էլ ենք քսում բոլոր կողմերից, ահա, և մեր տորթը արդեն պատրաստ է։ Կրեմը բավականացնում է, սիրելիներս, այնպես որ ռիսկով կարող եք այդքան կրեմը պատրաստել։ Փշուրները ես մանրացրել եմ բլենդերով և այժմ երեսապատում եմ մեր տորթը։ Շատ հեշտ է, շատ հանգիստ, կրեմի քանակությունը բավարարում է, որ այս փշուրները գեղեցիկ ձևով տորթի կպչեն։ Ահա, վերջացրեցինք մեր տորթը, իմիջիայլոց ասեմ, որ այս տորթը 4 մատ բարձրություն ունի, դուք ինքներդ արդեն մտածեք, հնարավոր է այսպես գեղեցիկ տորթ ստանալ այդքան քիչ խմորից, հնարավոր է։ Մի փոքր երեսապատում ենք նուշի փաթիլներով և այժմ հասել է վայելելու պահը։ Իհարկե չենք համբերում, մեզ հետաքրքիր է, թե ներսում ինչ ունենք։ Ահա այսպիսի գեղեցիկ տեսք ունեցավ մեր տորթը դրսից և հիմա էլ կտեսնեք ներսի կտրվածքը։ Շատ փափուկ, շատ համեղ, յուրահատուկ համեղություն ունի, որովհետև կրեմը յուրովի համ է հաղորդում այս շերտերին։ Այսքանը սիրելիներս, ես ուզեցի ձեր հետ կիսվել իմ այս գեղեցիկ և շատ համեղ բաղադրատոմսով, փորձեք ինքներդ, գրեք մեկնաբանություններում, իսկ եթե ձեզ ծանոթ է այս խմորեղենը, նույնպես արձագանքեք։ Իսկ ես կրկին հայտնում եմ իմ շնորհակալությունը ինձ համբերատար լսելու, արձագանքելու և ոգևորելու համար։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։